Բարի երեկո հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, շատ-շատերը տեք ինձ գրում, վեդի երեխաների հորեղբոր գործով ինչ զարգացումներ եղան, ես տեղեկացրել եմ, որ այսօր ենթադրում եմ, որ կլինեն արդեն վարութային գործողություններ կապված մեղադրանք առաջադրելու հետ, հետո նաև խափաման միջոցի հետ, այդ կանխատեսումը ես անում եի հաշվի առնելով դատավարական ժամկետները, մասնավորապես այն, որ քրեական դատավարության օրենսգրքով, եթե իհարկե նման որոշում լինի, իհարկե դա ցանկալի չի, բայց ամեն դեպքում խափաման միջոցի հարց, այսինքն դատարանի այսպես սակցավորման ենթակա խափաման միջոցի հարց, եթե քննչականը բարձրացնի, ապա դա պետք է անի հաստատի ազատությունից զրկելուց հետո 60 ժամվա ընթացքում, իսկ 60 ժամը լրանում է գիշերը ժամը 3:10, իսկ պրակտիկան նրա մասին է, որ սովորաբար արդեն այդ ժամին պետք է դրա բոլոր նախապատրաստական գործողությունները կատարված լինեն, այսինքն մեղադրանքը առաջադրված լինի եւ այլն, բայց փաստում ենք, որ այս պայդրությամբ դեռ մեղադրանք չունենք։ Իհարկե, այստեղ որևէ դատողություն դրա հետ կապված չենք կարող անել, պարզ պատճառով, որ մեղադրանք հարուցողը կամ պաշտոնական տերմինաբանությամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնողը դատախազն է, իսկ քննչական գործողություններ կատարողը, խափաման միջոցի հարցով որոշումներ կայացնողը քննիչը։ Տարբեր մարմիններ են, այստեղ ժամանակային որոշակի հարց է առաջանում, բայց փաստն այն է, որ երևի թե այսօր արդեն կարող եք էլ ինչ չգրել, այսօր այլևս որևէ գործողություն պետք է որ չլինի։ Ես ինքս էլ անհամբերությամբ սպասում եմ, արդեն 22:26 է, մի փոքր ժամանակ էլ կսպասեմ եւ հետո երևի թե կհամարեմ աշխատանքային օրս ավարտված, ամեն դեպքում ես այսպես հասանելիությունս շարունակում է գրեթե միշտ հասանելի եմ, բայց ուզում եի, որ դուք համարեք, որ այսօր էլ նորություններ չեն լինելու, վաղը արդեն կարծում եմ կլինեն նորություններ, 72 ժամը ձերբակալման լրանում է վաղը ժամը 15:10 րոպեին եւ այդ ժամանակ արդեն կհասկանանք քննչականը ինչ որոշում է կայացնել իրավապահ մարմինները, որտեղ դատախազության մեղադրանք եւ այլն, ինչպես նշեցի։ Այս պայդրությամբ այսքանը։ Ասեմ, որ ինտենսիվ քննչական գործողություններ են կատարվում, մենք դրանց մասնակցել ենք թե 3, թե այսօր, վստահ եմ, որ այլ գործողություններ նույնպես կատարվում են, որոնք առանց մեր մասնակցության են լինում, եւ ինչպես երեք եմ նշել, այսօր էլ նշեմ, որ վարույթ իրականացնող մարմնին, Մասիսի քննչականին, որը որ սրանով զբաղվում է այս պայդրությամբ, հորեղբոր գործով, նրանց նկատմամբ չվստահելու հիմքեր չեն առաջացել, այսպես մարդիկ օրենքով սահմանված կարգով իրենց գործունեությունը իրականացնում են, այս պայդրությամբ որևէ պրետենզիա չունեմ ներկայացնելու եւ հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի, տեսնենք, եւ կլինեն արդարացի որոշումներ, թե խափաման միջոցի ներողություն, թե մեղադրանքի մասով, որը դատախազության լիազորությունն է եւ խափաման միջոցի հարցով։ Այսքանը, միայն վերջում ասեմ, որտեղ այսօր շատ տեղերից տեսա, որ ինչ-որ թյուրիմացություն է գնացել, հստակեցնեմ, որ Թովմասյանին, երեխաների հորեղբորը, մեղադրանք չկա, ներողություն, այս պահին դեռ չկա, նա ձերբակալվել է, կասկածվում է եւ քրեական վարույթը առհասարակ իրականացվում է 2 դրվագով, ապրիլի 26-ի դրվագ, երբ որ նա այսպես ոտնձգություններ կատարել ենթադրաբար
Իշեք, որ իրավաբանները ենթադրաբար տերմին են օգտագործում, դա իրավաբանական ֆորմալիզմ կարող եք դիտել, մենք միշտ այդ բառը օգտագործում ենք։ Ոտնձգություններ ենթադրաբար կատարել, իր եղբոր զավակների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած, այս պահին կալանավորված, այն ժամանակ ազատ ֆրֆռացում։ Եվ այդ պայդրությամբ որևէ պատասխանատվության չկանչված սուբյեկտներից մեկի նկատմամբ։ Դա մի էպիզոդն է, որով քննվում է Թովմասի նկատմամբ գործը եւ մյուսն էլ արդեն 3-ի առաջի օրվա մայիսի 6-ի դրվագն է, երբ իմ համոզմամբ թույլիմացության պատճառով իրականում ոչ sense նայում եմ փաստերը, դա ուղղակի պարզապես թույլիմացություն կարելի է համարել, որը նաև պայմանավորված է եղել երկարատև լարումով, պատշաճ քննության բացակայության պատճառով եւ միայն 3 մեկ տեսանք, որ սայլը տեղից շարժվել է։ Մի խոսքով 3-ի առաջորվա դրվագն է, այդ ցավալի դրվագը կապված ոստիկանության ծառայողներից մեկի հետ։ Այսքանը կարող եմ ասել եւ վաղը արդեն լուր լինելու դեպքում ձեզ անպայման կհայտնեմ։ Շնորհակալություն, բարի գիշեր։